ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների խնդրանքով 2-3 օրով հետաձգում է Իրանի դեմ հարձակումը, որը նախատեսված էր մայիսի 19-ին։ Նրա խոսքով պատերազմի ավարտին ուղղված լուրջ բանակցություններ են ընթանում եւ համաձայնությունը մոտ է։ Եթե մենք կարող ենք դրան հասնել առանց նրանց ռմբակոծելու, ես շատ ուրախ կլինեմ, ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ ներկայիս դադարը շատ դրական զարգացում է։ Թրամփը միևնույն ժամանակ ընդգծել է, նախկինում էլ եղել են դեպքեր, երբ համաձայնությունը շատ մոտ է թվացել, սակայն ոչինչ չի ստացվել։ Սա մի փոքր այլ է, նշել է նա։ Այս հայտարարությունից առաջ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ հաշվի առնելով Պարսից ծոցի երկրների ղեկավարների հանդեպ իր հարգանքը, հրահանգել է չիրականացնել նախատեսված հարձակումը, սակայն պատրաստ լինել Իրանի դեմ լիակատար լայնամասշտաբ հարձակման, եթե ընդունելի համաձայնագիր ձեռք չբերվի։ Թրամփը եւս մեկ անգամ շեշտել է, համաձայնագիրը պետք է ներառի կարևոր կետ՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Իրանից արձագանքել են ԱՄՆ նախագահի հայտարարությանը։ Երկրի գերագույն առաջնորդի ռազմական գծով խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերջնաժամկետ է սահմանում, այնուհետև չեղարկում այն, հույս ունենալով, որ կարող է իրանցիներին ստիպել հանձնվել։ Ռեզայիի խոսքով Իրանի զինված ուժերը կստիպեն հակառակորդին նահանջել։ Իր հերթին Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ղեկավարը հայտարարել է, որ իրենք ավելի ուժեղ են դարձել եւ պատրաստ են պատասխանել ցանկացած ագրեսիայի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ բանակցությունները չեն նշանակում կապիտուլյացիա։ Նրա խոսքով Թեհրանը բանակցությունների մեջ է մտնում արժանապատվությամբ, պահպանելով իրանցի ժողովրդի իրավունքները։ Չինաստան պաշտոնական այցից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկու երկրի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ եւ որ ռուս-չինական հարաբերությունները կայունացնող դեր են խաղում համաշխարհային ասպարեզում։ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Պեկինի հարաբերությունները հասել են իրապես աննախադեպ մակարդակի։ Կողմերը միմյանց աջակցում են երկու երկրի շահերին վերաբերող հարցերում, այդ թվում ինքնիշխանության եւ պետական միասնության պաշտպանության հարցում։ Ակտիվորեն զարգացնում են կապերը քաղաքականության, տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում, ընդլայնում են մարդասիրական փոխանակումները։ ՌԴ նախագահի խոսքով հենց այս հարցերն են լինելու Պեկինում նախատեսվող բանակցությունների օրակարգում։ Պուտինը նաև բարձր է գնահատել Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի տրամադրվածությունը երկարաժամկետ հեռանկարում համագործակցելու Ռուսաստանի հետ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը վաղուց գերազանցել է $200 միլիարդ։ Պուտինը նաև ողջունել է երկու երկրի միջև առանց վիզայի ռեժիմի փոխադարձ սահմանումը։ Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Չինաստան տեղի կունենա մայիսի 19-ից 20-ը։ Ավելի վաղ մայիսի 13-ից 15-ը պետական այցով Չինաստանում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ռուսաստանը եւ Ուկրաինան զանգվածային հարվածներ են հասցրել իրար։ Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 անօդաչու թռչող սարք։ Խարկովում 2 մարդ է զոհվել, Օդեսայում թիրախավորվել է նավահանգստային ենթակառուցվածքը։ Ռուսաստանն էլ հայտնել է գիշերը երկրի 18 շրջանների եւ Ղրիմի երկնքում ուկրաինական 315 ԱԹՍ խոցելու մասին։ Զանգվածային հարվածների տակ է հայտնվել Յարոսլավի մարզը։ Յարոսլավլից դեպի Մոսկվա ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը դադարեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Մոսկվայի երկնքում եւս անօդաչուներ են խոցվել։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը եւ Բելարուսը հայտնել են զորավարժությունների մասին։ Բելարուսի պաշտպանության նախարարությունը մայիսի 18-ին հայտնել է միջուկային զենքի մարտական կիրառման վարժանքներ սկսելու մասին ռուսաստանցի զինվորականների մասնակցությամբ։ Այնուհետև Ռուսաստանն է հայտնել, որ մայիսի 19-ից 21-ը կանցկացնի միջուկային ուժերի նախապատրաստման եւ կիրառման պլանային զորավարժություններ, որոնց կմասնակցի ավելի քան 64,000 զինծառայող։ Բոլիվիայում հակակառավարական ցույցերը մեծ մասշտաբներ են ստացել եւ տարածվել ամբողջ երկրով։ Ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Անկարգությունները սկսվել են, երբ աշխատանքային պայմանների դեմ բողոքող հանքագործները երթով շարժվել են դեպի կառավարական պալատ, պահանջելով Ռոդրիգո Պասի հրաժարականը, որը 6 ամիս առաջ է ստանձնել երկրի նախագահի պաշտոնը։ Հանքագործներին միացել են նաեւ ֆերմերները եւ այլ ոլորտների աշխատողներ, որոնք սկսել են շարժվել դեպի մայրաքաղաք Լա Պաս։ Երկու դեռահաս կրակ են բացել Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի մզկիթներից մեկում, սպանելով 3 մարդու։ Նրանք այնուհետև հրաձգության վայրից մի քանի թաղամաս այն կողմ մեքենայում ինքնասպան են եղել։ Հրաձիգները 17-ամյա եւ 18-ամյա տղաներ են։ Նրանցից մեկին արդեն որոնում էին, քանի որ մայրն հազանգել էր ոստիկանությանը, որ որդին ինքնասպանություն գործելու մտադրություն ուներ եւ փախել էր տնից։ Նաեւ անհետացել էին տանը պահվող զենքերից մի քանիսը։ Ոստիկանությունը միջադեպը հետաքննում է որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն։ Ըստ իրավապահների հայտնաբերվել է երկտող, որը պարունակում է ատելության խոսք եւ հռետորաբանություն։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։